Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը առողջ կինն է։ Բարև հարգելի հեռուստադիտող, Մեդինֆորմն է եթերում, շատ կարևոր է այսօրվա թեման, որ ընտրել եմ, դա խոլեստերինն է, ընդհանրապես այն սպառնում է այս դարաշրջանում գրեթե բոլորին եւ միջինից բարձր տարիքի բոլոր մարդիկ ասես մտահոգված են այս խնդրով։ Հաճախ խոսում ենք լավ եւ վատ խոլեստերին, սա ուտել, սա չուտել, բուսական յուղ օգտագործել, թե կենթանական ծագման հենց կարակ եւ այլն։ Այս բոլոր հարցերը, խոլեստերինի վտանգավորությունը, դրանից ազատվելու ամենաճիշտ, ամենահեշտ ուղիները, իհարկե ես պետք է տայի հենց սրտաբանին։ Այս առումով ես զրուցելու եմ եկել Best Life բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի ղեկավար սրտաբան Կարեն Ադամյանի հետ։ Բարև ձեզ բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ձեր ժամանակը Մեդինֆորմին հատկացնելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերին։ Եվ այսպես այս կարևոր խնդիրը բոլորին է հետաքրքրում, ընդհանրապես խոլեստերինը անհրաժեշտ է օրգանիզմին եւ որն է լավ խոլեստերինը, վատ խոլեստերինը, խնդրեմ։ Նախ ուզում եմ միջև խոլեստերինի կազմին եւ ինչ է իրենից ներկայացնում, ուզում եմ նշել, որ մարդու օրգանիզմում տեղի ունեցող կարևորագույն process-ներից մեկը դա ճարպային փոխանակությունն է։ Եվ ինչ է իրենից ներկայացնում ճարպային փոխանակությունը եւ ինչով կարող է նա վնասել նորմալ կենսագործունեության համար։ Ճարպային փոխանակությունը դա կապված է օրգանիզմում տեղի ունեցող կենսական process-ների հետ, երբ ինչ որ բնականոն ընթացքի խաթարման ժամանակ տուժում են process-ները, տուժում են, մասնավորապես ճարպային փոխանակության խանգարման ժամանակ ճարպի կուտակումներ են լինում համատարած օրգանիզմում։ Սկսած օրգանների պատիճներից, կապսուլաներից, ներդրումներից եւ հիմնականում անոթային համակարգն է ախտահարվում, զարգանում է աթերոսկլերոզ հիվանդությունը։ Դա արդեն ավելի ուշ փուլերում է։ Ես հետագայում դրան մի փոքր ավելի մանրամասը կանդրադառնամ եւ այդ ճարպային փոխանակության, ճարպի կուտակման, անոթներում կուտակման դեպ աստիճանաբար բերում է լուսանցքների նեղացման, արյան շրջանառության խանգարմանը, որն էլ բերում է կենսական օրգանների բնականոն աշխատանքի նրանց process-ի տուժմանը եւ հետագայում համապատասխան հիվանդություններ, որ պլանի վրա առաջ է գալիս տվյալ օրգանի հիվանդությունը, բնականաբար այդ զարգացումը ունենում է։ Ինչ է իրենից ներկայացնում խոլեստերինը, ինչ է խոլեստերինը եւ ինչպես է ազդում նրա դրական եւ բացասական կողմերը, որոնք են։ Խոլեստերինը նախ սինթեզվում է լյարդում եւ ամիջական կապ ունի արյան մեջ շաքարի տոկոսի գերակշռման հետ։ Երբ գլյուկոզայի քանակը, շաքարի քանակը արյան մեջ բարձրանում է, նորմայի ցուցանիշներից բարձրանում է, դրա հետ մեկտեղ խանգարվում է ուրեմն ճարպագոյացումը եւ ճարպային ներդրումները մարդու օրգանիզմում, անոթներում եւ այլ հատվածներում գլյուկոզայի քանակի ավելացման հետ մեկտեղ դա վնասվում է եւ հակառակը ցածր գլյուկոզայի պայմաններում ճարպալույծ լիպոլիզի է ենթարկվում եւ այդ անոթներում համեմատաբար բարվոք վիճակ է լինում խոլեստերինի գոյացման կուտակման համար։ Ուրեմն ես մինչև խոլեստերինի բաղկացուցիչ մասերին անցնելը կուզեի նաև ասել, որ խոլեստերինը նաև կենսական նշանակություն ունի սեռական հորմոնների կազմավորմանն է մասնակցում, վիտամին D-ի կազմավորմանն է մասնակցում։ Հիմա կենցաղում եւ նախ բժշկության մեջ, հետո նաև կենցաղում այդպիսի տերմինոլոգիայի տարաբաժանում կա։ Այդ տարաբաժանումը ինչ է իրենից ներկայացնում վատ եւ լավ խոլեստերինը։ Բժշկական տերմինոլոգիայով ասած, լավ խոլեստերինը դա բարձր խտության, բարձր կարծրության խոլեստերինն է, որը հիմնականում սննդի միջոցով է ստացվում եւ սննդով էլ կանոնավորում է նա։ Առանձնապես դեղորայքի ազդեցությունը այդ խոլեստերինի վրա չի լինում։ Եվ նրանք
նստելով անոթների լուսանցքում եւ զարկերակում տեղափոխվում են դեպի լյարդ, քանի որ լյարդը ասեցի որ խոլեստերինը լյարդում է սինթեզում եւ լյարդը պատկերավոր ասած դեպո է հանդիսանում, նրա պայեստային մասն է հանդիսանում կուտակման համար։ Խոլեստերինը ուրեմն 80% լյարդի միջոցով է սինթեզվում եւ 20% ընդհանրապես սննդակարգով սննդի միջոցով։ Ներողություն ընդհատելով բժիշկ, այ բոլոր լյարդի հետ կապված խնդիրներ ունեցող անձինք, ենթադրենք լինեն ֆիբրոզներ, լինեն դրանք տարատեսակ խաթարումներ լյարդի ճարպակալման հետ կապված կամ արդյոք նրանք բոլորը պարտադիր ունեն բարձր խոլեստերին, խոսքը վատ խոլեստերինի մասին է։ Լյարդի հիվանդությունները դա պարտադիր պայման չէ, որպեսզի խոլեստերինի ցուցանիշը ավելանա։ Ուղղակի խոլեստերինի բարձր լինելով երբ ճարպային փոխանակությունը խախտված է եւ ասի սինթեզը լյարդում է գնում, բնականաբար խոլեստերինը այսպես թե այնպես իր ազդեցությունը ունենում է քանակը։ Այսինքն լյարդային ֆերմենտները, հատկապես երբ ստացիներ են օգտագործում հակախոլեստերինային պրեպարատները, լյարդը արձագանքում է դրան, նրան ֆերմենտները կարող են տուժել, բարձրանալ եւ հաճախ դա է պատճառ լինում դեղի չտանելիության համար, օրգանիզմի ռեակցիայի համար եւ հնարավոր նաեւ կողմնակի ազդեցություններ են լինում դեղորայքի ընդունման ժամանակ մկանացավերի տեսքով, մկանային կծկանքի տեսքով, հոդացավերի տեսքով, վքնածություն, փորլուծություններ, փորկապություններ, մարսողական խնդիրներ առաջացող բանը։ Բայց մենք մի քիչ շտապեցինք առաջ անցանք, ես ուզում եի լավ ու վատ խոլեստերինի տարբերակում ունեի, հա։ Ուրեմն լավ խոլեստերինն ասեցինք, դա բարձր խտության խոլեստերինն է եւ ցածր կարծրության, ցածր խտության խոլեստերինը դա վատ խոլեստերինն է, որոնք մնում են լուսանցքում, այսինքն նրանց մոբիլիզացիան, նրանց տանելը խաթարվում է եւ նրանք նստում են անոթների լուսանցքի պատին նստում են, չեն տեղափոխվում, ասենք դեպի լյարդ չեն գնում եւ առաջացնում են աթերոսկլերոտիկ վահանիկներ, թիթեղիկներ կամ վահանիկներ, որոնք նեղացնելով անոթների լուսանցքը խանգարում են արյան հոսքին, պատկերացրեք ստերիլ անոթ, մի անոթ, որով արյունը հոսում է եւ աթերոսկլերոտիկ թիթեղիկներով պատված անոթի ինձիման ներսից պատված, որոնք խոչընդոտներ են, խանգարում են եւ խախտում է բնականաբար արյան հոսքը։ Արյան հոսքը խախտվելու դեպքում, այսինքն որ անոթը որ օրգանը որ պետք է սնի, բնականաբար արյան հոսքը խախտվելու դեպքում թթվածին քիչ է ստանում։ Թթվածին քիչ է ստանում, օրգանը քաղցած է մնում, ուղեղը կլինի, աչքը կլինի, սիրտը կլինի, թոքերը, երիկամը, լյարդը, պանկրեասը, ետստամուսը։ Եվ իր գործը ֆունկցիան սկսում է թերի կատարել, քանի որ քաղցած է մնում, կոպիտ ասած, պատկերավոր ասած, քաղցած է մնում, արյան հոսքի թթվածնի քանակի բան։ Եվ այս ամենը եւ նպաստում է նաեւ մակարդելիության բարձրացման հետ մեկտեղ կարող են նաեւ թռովներ գոյանալ։ Հաճախ հարցնում են լավ ի վերջո այս խոլեստերինի լավ ու վատը փորձեցինք ներկայացնել, ինչով է սպառնում խոլեստերինը հասկացան քանակը, երբ որ ցուցանիշը բարձրանում է արյան մեջ, ինչ վտանգ է հետապնդում, ինչով է սպառնում։ Այսին բացատրած մեխանիզմով եւ անոթների լուսանցքի նեղացման հետևանքով երբ արյան հոսքը խանգարվում է, թթվածինը քիչ է գնում, օրգանները քաղցած են մնում, իրենց կենսագործունեությունը թերի են կատարում, մեծանում է սրտի իշեմիկ հիվանդության եւ ինսուլտների ռիսկը։ Այսինքն նման բարձր խոլեստերինի ցուցանիշների պայմաններում, որոնք կարող են բերել նշածս փոփոխությունները, կարող են բերել ռիսկայնությունը մեծանում է եւ հավանականությունը, որ մարդը կարող է նման խնդիրներ ունել, ավելի մեծանում է։ Այսինքն խոլեստերինը պետք է հնարավորինս պահել ցածր ցուցանիշների վրա։ Որն է ամենանորմալ միջին ցուցանիշը։ Նորմալ 5.4-ից 5.8 միկրոմոլ լիտրում, դա ընդհանուր խոլեստերինի մասին է։ Խոլեստերինը ընդհանուր խոլեստերինի մասին է։ Ցածր խտության խոլեստերինը 3, 3.1, 3.2 այս սահմաններում է, բարձրը 1-ից 1.2, լավը, վատը, ասեցի, եւ տրիգլիցերիդները 1.7-ից 1.8 այս սահմաններում, տրիգլիցերիդների մասին որոշեցինք, ասենք, ճարպային փոխանակության կարևորագույն օղակներից մեկն է։ Տրիգլիցերիդները, որոնք ակտիվ մասնակցություն են, հիմնականում սննդի միջոցով է տրիգլիցերիդները, սննդի ընդունման միջոցով է, բայց տրիգլիցերիդները դրանք համարվում են նաեւ ճարպային փոխանակության բաղկացուցիչ
օղակներից մեկն է։ Ահա։ Պարոն Ադամյան, այդքանք շատերը խոլեստերինը հենց կապում են գեր լինելու հետ, գիրանալու հետ, մի խոսքով, ոչ թե անպայման գեր լինելու, այլ ավելորդ քաշ ունենալու խնդրի հետ։ Որքանով է իսկապես ավելորդ քաշը խոլեստերինի առաջացմանը նպաստող գործոն հանդիսանում։ Անկեղծ ասած, ուրեմն ես տեսել եմ եւ գեր մարդիկ, որոնք որ խոլեստերին չունեն, եւ տեսել եմ շատ նիհար մարդիկ, որոնք որ խոլեստերին ունեն։ Այսինքն դա ես իմ կարծիքն եմ, իմ սուբյեկտիվ կարծիքն եմ, այն չեմ դիտում, որ դա պարտադիր պայման է, որ ովքեր որ ունեն ավելորդ քաշ, նրանք պետք է խոլեստերինը բարձր լինի եւ հակառակը։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, ուրեմն նստակյաց կյանք, ավելորդ քաշը կարող է բերել նաեւ զարգերակային ճնշման ցուցանիշների բարձրացմանը, վնասակար սովորույթներ, մեր կենցաղը, հայկական ուտեստները, ինչ որ չափով մսակերության եւ ասենք турք տալը այս ուշ ժամի սնվելը դրանց թվին ուշ ժամի սնվելը, ասեցի վնասակար սովորույթներ, հիպոդինամիան, քիչ շարժվելը, նստակյաց աշխատանքում նստած, մեքենա, տրանսպորտ, տուն, պարկել հանգիստ։ Այս ամենը կարող են բերել ավելորդ քաշի, կարող են բերել ճարպակալման եւ բնականաբար օրգանիզմում նյութափոխանակության խանգարում։ Իսկ նյութափոխանակության խանգարումի ճարպային փոխանակությունը չի կարող անմաստ մնալ։ Բնականաբար իրար հետ փոխկապակցված են դրանք։ Եվ քանի որ պարտադիր է անդրադառնալ նաեւ սննդակարգին կապված խոլեստերինի հետ, ուզում եմ հենց սկսել բուսական յուղեր կարակ այս օգտագործելու միֆերի եւ իրականության մասին։ Բոլոր խորհուրդների մեջ հակա խոլեստերինային սննդակարգի դիետաների մեջ բնականաբար ես թվարկեմ մի քանի բան ուղղակի կենթանական ծակմանը, ուրեմն կարակը եւ բուսական յուղերը, ձեթերը, հա, բնականաբար ձեթը։ Ես ուզում եմ մի քանի ուղղակի քանի որ ունկնդիրները ովքեր որ նայում են նրանց կհետաքրքրի սննդակարգը կարծում եմ առավել եւս ուրեմն այս գազավորված գունավոր ըմպելիքները նրանք անմիջապես ստամոքսից արյան մեջ կտրուկ բարձրացնում է շաքարի գլյուկոզայի քանակը ենթաստամոքսային գեղձի վրա ազդում է նա անմիջապես ուրեմն քաշի ավելացման պարագայում մեծ նշանակություն ունի դա մեկ Երկրորդը ուրեմն ներքին օրգանները սննդամթերքի խոսքը լյարդի, ուղեղի, փայծախի, երիկամների, սրանք սնունդ է, սրանք մսամթերք են, որոնց մեջ մեծ քանակով խոլեստերին է պարունակում։ Յուղոտ ձկնատեսակները, խավիար յուղոտ ձկնատեսակները, յուղոտ մսամթերքը, ապխտած մսամթերքը, հաճախ գրվում է, որ պետք է տարբերակել յուղային եւ յուղազուրկ կաթնամթերքը, յուղազուրկ մածունը, յուղազուրկ թթվասերը, յուղազուրկ կատնաշորը, դրանցից օգտվի, եթե իհարկե ում մոտ որ ցուցանիշները բարձր են, ում մոտ որ նորմայի սահմաններում են, խոսքը նրանց մասին չի։ Այո։ Եվ սննդամթերքի սննդակարգի մասին խոսելիս կցանկանամ հատուկ կանգ առնել խոլեստերինը բարձր անձանց, որքանով է ցուցված կարակ օգտագործել օրինակ, թե դա ավելի կբարձրացնի կենթանական յուղերը ընդհանրապես ցուցված չեն, այո։ Հիմա հաճախականությունը դժվարն է, ոնց ասեմ, ամսվա ընթացքում քանի օր կարող է ինքն իրեն թույլ տալ, ասենք, փոքրիկ տոն ստեղծի իր համար, ասենք, այդ օր բայց արկելվում են դրանք։ Պարոն Ադամյան, խոսենք արդեն բարձր ցուցանիշների դեպքում, երբ պետք է պարզապես դեղորայքային բուժում նշանակվի եւ դա ողջ կյանքի համար է, խոսենք ստացինների մասին։ Այսպիսի մի մոտեցում կա, ուրեմն առաջի անգամ հայտնաբերված խոլեստերինի ցուցանիշը իհարկե խոսքը շատ բարձր ցուցանիշների մասին չէ, որ միանշանակ պետք է։ Ո՞րն է համարում շատ բարձր։ Շատ բարձր 8 եւ ավելի։ Հա։ Հիմա պետք է մենք հասկանանք, որ կոնտինգենտի հետ գործ ունենք։ Եթե մենք ունենք սրտաբանական գրոհներ տարած մի հիվանդ, որի կյանքի հիվանդության պատմության մեջ կա տարած ինֆարկտ, կարա ինսուլտ,
հա, անկախ դրանից առաջի անգամ ես հանդիպել եւ բարձր ցուցանիշ չի, միանշանակ նրա մոտեցումը դա սննդակարգով չես կանոնավորում նրա բանը, նա պետք է միանշանակ դեղորայք խմի։ Դեղորայք եւ պետք է եվրոպական բոլոր ուղեցույցներում տարին տարվա վրա փոփոխվում է ցածր խոլեստերինի թիրախային այն չափաբաժինը, որին պետք է հասնել։ Հիմա արդեն 1.2 է, 1.8-ից եկան ամեն տարի մյուսը չի փոփոխվում։ Դե մյուսը սննդակարգը ասեցի, որ սննդի ընդունման բանով, այսինքն դեղով եթե դու կարող ես ազդել այն խոլեստերինին ցածր կարծրության, որը ասեցինք, որ անոթի լուսանցքում է մնում դեպի լարչի տեղափոխվում եւ վահանիկներ է ստեղծում լուսանցները նեղացնելով հիվանդագին վիճակի բերելով, դրանք պետք է դեղորայքով իջեցվի։ Դեղորայքը դա հակախոլեստերինային պրեպարատներ են, այլ կերպ անվանում են նաեւ ստացիններ։ Հիմա դուք հարցնում եք, ասում եք, որ դեպքում պետք է հապաղել կամ չհապաղել, ձեռնպահ մնալ, որ դեպքում պետք է անմիջապես անցնել։ Եթե ունենք բարձր ցուցանիշներ, տարիքը իհարկե նշանակություն ունի, հիվանդության պատմությունը, նա ինչ հիվանդություններ ունի, եւ ընդունենք մի պատանեկան հասակ չասեմ, միջահասակ մի կնոջ հետ ասենք, որը որ դիմել է, ասենք 6 կամ 6.5 խոլեստերին է։ Իրավաբանորեն ոչ մեկը չի կարող ասել, թե ինչու միանգամից անցել եք ստատինի, բայց մոտեցումը կարծում եմ սխալ չի լինի, եթե նրան փորձես կենցաղը փոխել, այսինքն ակտիվացնել նրան, մարզասրահներ հաճախելով, լողավազան հաճախելով, սպորտային քայլք օրը 2-3-4 կիլոմետր եթե կարող է, սննդակարգը փոփոխել, հնարավոր է այդպես իջնի, այո։ Իհարկե, եւ դրա հետ մեկտեղ առաջի ընտրության պրեպարատը թող լինի ձկան յուղը, թող լինեն մարսողությունը լավացնող որևէ պրեպարատներ, որոնք որ նպաստում են այդ ամենին։ Այլ բան է 1-2 ամիս այդ ակտիվ ձեռնպահ մնալ պահելուց, այդ կարգը պահպանելուց հետո, եթե նորից հանձնում է անալիզներ եւ նորից բարձր է, միանշանակ պետք է նշանակել նրան ստացի։ Անկախ նրանից քանի տարեկան է, բժշկական ինչ որ խորացված բանի չեմ ուզում անդրադառնալ մեր ընկերների լսարանը այդպիսինը չէ այսօրվա մեր հանդիպման ժամանակ, բայց նաեւ ուզում եմ ասել, որ նման հասկացություններ կա ընտանեկան խոլեստերինեմիա։ Ընտանեկան խոլեստերինեմիան, երբ ժառանգաբար անցնում է, դրանք բավականին ռեզիստենտ են, բավականին կայուն են եւ շատ դժվար են ենթարկվում դեղորայքի։ Դրանց պետք է դա էլ չմոռանալ եւ այդ տարիքը թող բժշկին չկաշկանդի երբեք, որ եթե ժառանգական ֆակտորը կա, բժշկին երբեք չկաշկանդի, որ բա այս տարիքից արդեն սկսենք մենք օրգանիզմում ստացիններ տալ եւ ստացինների հսկողությունը դա ուզում եմ իհարկե նաեւ իգիտություն բոլորին որպեսզի իմանան։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր ինֆորմացիայի համար, վերջում կցանկանայի մեր հեռուստադիտողին ձեր հորդորով, ձեր խորհրդով դիմեիք։ Գիտեք, օրգանիզմը մենք մեծանում ենք բոլորս, մեր հետ մեծանում է նաև օրգանիզմը։ Օրգանիզմի մեծացման հետ բնականon պրոցեսներ են տեղի ունենում եւ հիվանդությունները բոլորիցս թող հեռու լինեն, բայց ցավոք հիվանդագին նշանները պետք է ժամանակին փորձել կանխել, որպեսզի նրանք չխորանան։ Կոչ եմ անում, հորդորում եմ, որպեսզի ճարպային փոխանակությունը քիչ կարևոր դեր չի կատարում առողջ կենսակերպի, առողջ ապրելու մեջ։ Տարին կարծում եմ, եթե ոչինչ չի կարող խանգարել, 2 անգամ, ասենք 6 ամիսը 1, ճարպային փոխանակության այդ լիպիդային պրոֆիլը, որի մեջ մտնում է ընդհանուր խոլեստերինը, ցածր եւ բարձր կարծրության եւ տրիգլիցերիդները եւ մակարդելիությունը գոնե որոշվի։ Եթե այլ խնդիրներ կան, որոնց վրա պետք է բան, այդ անալիզները դա ժամանակի կորուստ չի, դա շռայլություն չի, դա բան չի, հավատացեք, որ դրա անհրաժեշտությունը մեծ է։ Այո։ Շնորհակալ եմ, պարոն Ադամյան։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Առողջ եղեք, բոլորին առողջություն։ Ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, զրուցում էի Best Life բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի ղեկավար Կարեն Ադամյանի հետ, մեր թեման խոլեստերինն էր, հորդորում եմ ուշադիր լինել ձեր առողջության նկատմամբ, կհանդիպենք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։
կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաև վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաև ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն է։